ասենք հնարավոր չի ձգել, որովհետև կա դատարանի օրինական վճիռ, մենք էլ այդ վճիռն ուզում ենք իրականացնենք, երկրները կան, որ մեզ պատրաստ են ացնելու։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան, վայսևս մեր Լաս Վեգասը, ոչասեք, պրծնենք, մենք դրանից երբեք պրծնելու չգիտեմ, այսինքն մենք ուզում ենք պրծնենք, մեզ ինչ չեն ուզում բանը պրծնեն, մեր առողջական վիճակը նորմալ է, լավ է, որ ասում всем վրագամ նազլո, ինչ հրաբերում է ազատության հետ կապված, ես ասում եմ, նորից ասում եմ, որ մեր փաստաբանները գիշեր ու ցերեկ ասած ճանգռում են տեղի իշխանությունների դռները, որ այս մարդը ուզում է գնա, թողեք, թող գնա, դուք էլ ուզում եք, որ այս մարդը գնա, դատարանն է ասել, որ պիտի գնա, մենք էլ ուզում ենք գնանք, թողեք, որ գնանք, ինչ եք թողում, ոչ ասում են այո, ոչ ասում են չէ, կան լռություն է, ինչքան է շարունակվելու այս կան լռությունը ես չգիտեմ, ստեղի դատախազությունը կամ ստեղի իշխանությունները ուժային կառույցները Հայաստանի նման չեն կամ եվրոպական երկրների, որ կանոնով մտնել, բացանազվել է, բացատրվեց, եւ ասում է թակ ռեժիմ, շփվում են միայն մեյլներով, նամակներով, տաքամ զանգերով էլ չեն պատասխանում։ Դա մասից արհեստական ձգվում է, սա եւ ասում է ոչխարն է լա պարս է ինչ է կատարվում, ինչ մի X շինովնիկ վերցրել է X գումար եւ դրա դիմաց մեզ պահում են սենց անազատության մեջ։ Իհարկե չի պատկերացնում, որ մենք համաձայնվենք հեռանալու այս երկրից, հիմա էլ խառնվել են իրար, որ ասում են ի держать дорого и бросать жалко, կարգավիճակն է, բայց դե ինձ թվում է շատ շուտով, արդեն մենք էլ ենք օգնել ասած շատ շուտով, բայց պիտի որ ասենք հնարավոր չի ձգել, որովհետև կա դատարանի օրինական վճիռ, մենք էլ այդ վճիռն ուզում ենք իրականացնենք, երկրները կան, որ մեզ պատրաստ են ացնելու, այդ երկրներից նամակները բերել տվել ենք, բայց որ ասում է Ղուշյան ջան, եղել ենք հայտարարք, մնացել ենք ստեղ այս համակենտրոնացված ճամբարով, ասենք առաջ։ Պարոն Ղուկասյան, եթե այնպես ստացվի, որ մինչ ընտրությունները դուք չկարողանաք այդպես լիարժեք ազատության մեջ կընտրել, ապա ինչպես եք կառավարելու, ինչպես եք կազմակերպելու նախընտրական այս քարոզարշավը, ինչը շատ կարևոր է։ Խնդրեմ։ Իսկ թվում է դրան չի հասնի հերթը, շատերի երազանքն է, որ մնա այդ կարգավիճակը երևակայի, այսինքն ես այստեղ մնամ մինչև ընտրությունների ավարտը, բայց ես նորից եմ կրկնում, որ մենք անում ենք հնարավորինը ձեր անհնարինը ստեղից դուրս գալու համար այս համակենտրոնացման ճամբարից եւ չտա աստված ոնց ասում են, որ մենք դեռ մի քանի ամիս մնանք այս երկրում դա մեզ համար բացարձակ ցանկալի չի ու մեկը գնանք ուրեմն ասիկան ես չգիտեմ ինչ պիտի արի, բայց կարի հնարավորինս եւ անհնարինը, եթե անգամ պետք է նորից դատարան դիմելուն, որ մեզ հնարավորություն տան հեռանալու այս պետությունից, եղբայր մենք չի ուզում ստեղ նախոմ զորով չի, ասիկան այդ ձև խոսացվել է գրավոր եւ բանավոր, մենք եկեք մարդի մասին չխոսենք, էլի դուք որովհետև 2025 թվականը շատ անբարերականի տղատարի է շատ-շատերի համար, հուսամ, որ 26 թիվը այդպիսին չի լինի։ Չեմ ուզում մարդի մասին բանը խոսենք, Ղուշյան ջան, ասենք առաջ։ Պարոն Ղուկասյան, իհարկե համաձայն ձեր, ինչպես ասում են, ստեղծած ավանդույթների, դուք միշտ այսպես անաչառ քննադատության եք ենթարկում այս կամ այն չինովնիկին, այս կամ այն գողավազակին, ով հասցրել է բավականին մեծ գումարներ շորտել մեր ժողովրդից։ Ես հիշում եմ օրեր առաջ դուք ինչ դաժան քննադատության ենթարկեցիք Հանրապետության երկրորդ նախագահին, անվանելով նրա մեր օրերի մեծագույն հանցագործներից մեկը, ավելին օրեր առաջ էլ Քոչարյանի հասցեին շատ այսպես կոշտ քննադատությամբ հանդես եկավ հայրենիքի եւ պատիվ կուսակցության նախագահ գեներալ Գառնիկ Մարգարյանը։ Տեղյակ եք այս ամենին։ Ուրեմն
Սկսեմ վերջից ես չգիտեմ Գառնիկ Մակարյան ասացիք ոնց որ ինքը ինչ ապացույցներ ունի 10 միլիարդը որտեղից եւ այլն եթե ունի հրապարակի գիտեք ինչ այսօր շատ ու շատ մարդիկ տարբեր տեղերից դուրս են գալի ու ասում են ինչ-որ բան թղթապանակ են ցույց տալի մենք փաստեր ունենք կլենք ասենք էսի չես ասում այնիշը են անում այնիշը ոնց է հարստացել եւ այլն եղբայր փաստեր ունեք հրապարակեք ինչ եք ծրել ձեզ կամակիտակ նստել հրապարակեք ցույցենան ես այդի չեմ սիրում Վասան Ղուկասյանը ոնց էր անում Վասան Ղուկասյանը չեր ասել փաստեր ունենք Վասան Ղուկասյանը մտնում էր եթե ժամանակ անում են թուղթը կողմ են ժողովրդի աչքի լույսը ասում եք տեսեք ժողովուրդ ջան խնդրեմ գրու կա Չատուկա։ Եթե ես չեմ ասա, ես փաստեր ունեմ, եւ այլն հրապարակի, ախտույց ունենք հրապարակեք ցուցեցեք։ Ես չգիտեմ այդ 10 միլիարդը, հնարավոր չի։ Ժամանակի խոսում են 3-4 միլիարդի մասին, որը հավանական է, այո, որովհետեւ կարողությունները հասնում են դրան։ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված ես թիրախավորել եմ, այսինքն խոսել եմ այդ մարդու մասին, միշտ ես շարունակում եմ խոսել որոշակի անբարոյականի զավակներ հելանացեցին, պատվերաստացել Ումից ապադվեր ստացել, կամ ինչ-որ պիտի պատվեր տա, գտնվելով ես համակետոնացման ճամբարում։ Ես ուղղակի ստացել եմ ինֆորմացիա, որ Քոչարյանը շատ ակտիվ համագործակցում է Ռուսաստանի մի շատ պաշտոնյաների հետ։ Նրանց հետ շրջնախակցել է ձեռնարկում, դրել է Վարդան Ղուկասյանի ձայներն այն կիսում մեջ անում, որի եթե մենա բանտում ես իա ձայները կվեկալեմ, կամ նենց անենք, որ եթե դուք ունեք հնարավորություն խոչընդոտելը, որ ինքը չկարողանա տեղաշարժվի, խոչընդոտեք, թե Ռուսաստանը խեպիտի խոչընդոտի, ես չգիտեմ, շատ տարօրինակ բաների մեջ, եւ դա հասնելուց բնականաբար ես պիտի ցույց տայի այդ թուրքի վիժվածքին իր ուրույն տեղը։ Ես ցույց տայի ժողովրդին, որ ժողովուրդ ջան, այս մարդը պիտի վաղուց ունեցրկված լիներ։ Նիկոլ Փաշինյան անբարոյական սերունդ է ազգային ժողովի պատգամավոր եղած ժամանական դրագրով քաղաքը չգոմեր։ Չգիտեմ Համխիշենք Ռոբիկինա, այրոպորտը Ռոբիկինա, Հուսային Պողոտան Ռոբիկինա, Տոյոտան, Այրինշուրանս եւ այլն, բայց ունից 8 տարի դժոխանության է, ինչն է այդ վերցրել։ Ոչ մի բան, ընդհակառակը Ալևի տված փողերով դրեցիք սախ 3-ով յարմեշ կիսեցիք, Ղարաբաղը տվեցիք, Կիրանցը տվեցիք, Բերձորը տվեցիք, Աղավնոտ տվեցիք։ Ոչ չնայած խոսած։ Եվ այսօր այդ մարդիկ հենց հայտարարում են ընդդիմություն, որ մի հատել ուզում են նորից վերարտադրվել, ոչ բարով, ու չգիտեմ ինչի վրա են իրանց հույսը դրել։ Բայց մեկ ունենքը դրանց տեղը պետք է ցուցատեսեք ես ժամանակ էի տվել այն նախին կենտրոնի քաղաքապետին, որ հլնես եւ Նիկոլ Փաշինյանին գարես այն ձևով որ յենցենը փողից դուրս չեկավ։ Հիմա որ հլեմ դնեմ Լակիրովանի դագագը իմ սեռական բառապաշարով պիտի ասեմ հելավու գրեց։ Բա հենց ասում եք ջոգը Նիկոլականը, ջոգը Նիկոլական ուսկ կարալի, երբ որ գիշերու ցերեկ մտելա Նիկոլի տունը սակելա սեռական պալեգոն ու դուրս չի գալի։ Իսկ Նիկոլի տան կողքով ռիշ չկանամացնեք, ունենալով ախրանիկ, այդ կամպանը կֆեք, ելեք մի բան ասեք, ելեք Նիկոլի եղած չեղածը բացայեք չկանամ։ Страшно, ոչ, не страшно, просто իհարկե համատեղ կիսվում են ու շարունակում են կիսվել։ Իսկ ես ոչ։ Եվ այսօր քանի որ ժողովուրդը ունի ալտերնատիվ, իսկ դա հասկանում է եւ այս երկրի կառավարությունը, եւ մնացած երկրների կառավարությունը, իսկ այդ ալտերնատիվի անունը Վարդան Ղուկասյան, դրա համար էլ հերել են ընկերներ Վարդան Ղուկասյանի հետևից ու պահում են այս համակենտրոնացման ճամբարով։ Դες բան եղել է միայն նացիստական Գերմանիայում 40-ական թվականներին ու մենք գիտենք ինչ ավարտվեց։ Հիմա մենք դարել ենք ակամայից վկան այս ամենին։ Ու մի գեղեցիկոս ամեն սաման ավարտվելու է։ Եվ ժողովուրդը շատ հանգիստ լինի, ինքը ունի ալտերնատիվ, կա դոկ կուսակցություն, կա Վարդան Ղուկասյան, ես շատ հասկանում եմ, որ չլի Վարդան Ղուկասյան, չլի դոկ կուսակցություն, ինչպես այսօր չկա Ժիրինովսկի, չկա ԼԴՊ, չլի Սերցակսյան, չլի Հանրապետական։ Իսկ Վարդան Ղուկասյանը կմնա եւ ժողովուրդը ունի ալտերնատիվ։ Ինչքան էլ որ Ռոբիկը գնա ռուսների մոտ հետույքը բացի ասի ես յալտայները գողանալու եմ կիսեմ եւ այլն, քեզ չի հաջողվելու, թրքավիժվածք չի հաջողվելու։ Եվ ասում ժամանակի շուտ մի ուրախացեք։ Այսպես մի բան ուզում ասել եւ ասել եմ ինչ ասել եմ, իսկ իշխանը որոշակի մարդիկ որ ունեն փաստեր, հնում ասեն, «Նե փաստերն հրապարակեք»։ Փաստերը հրապարակելու համար են, ոչ թե հլնեն, չմեն պապկացուստան,
ասել մենք փաստում ենք։ Հետո ուզում են դառնալ Վարդան Ղուկասյան, համաձ չի եղել։ Վարդան Ղուկասյանը միակն է։ Հիմա ոնց որ ամեն մեկ ուզենա դառնա Մհեր Մկրտչյան, Արամ Խաչատրյան, Կարլ Խաչվանյան եւ Կարեն Դեմիրճյան, կնի կամ Վազգեր Սաքսյան։ Չի լինի։ Ամեն մեկը ուրույն տեղ ունի Ուշանջան։ Սա է ուզում ասել։ Հաջորդ Պարոն Ղուկասյան, դե քանի որ մեր զրույցը այսպես մոտենում է իր ավարտին, ես կուզենայի այսպեսի մի հարց տալ, ինչ ասելիք, ինչ ավելացնելու ունեք այսօր ձեր ելույթի ընթացքում եւ ինչ կուզենայիք ասել մեր ունկնդիրներին ընդհանրապես։ Ես գիտեք ինչ եմ ուզում ավելացնել, պարոն Ղուկասյան, նախ ուզում եմ որ դուք առողջանաք շուտ վերադառնաք։ Երկրորդը ես արդեն ասել եմ իմ ասելիքը, օգտվելով այս հնարավորությունից կուզենայի, որ այդ հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանը իր հացադուլը դադարեցներ։ Ինձ հետո ասեցին, որ դա կապված է խցի պրոբլեմի հետ, այսինքն խցի խցակիցների հետ։ Ես հիմա ուզում եմ այս ձայնային հաղորդակցությունը Հասմիկ Նոբարաշենք հերակատարողական հիմնարկի պալաժենեցին կամ պալաժենեցներին եւ ասեմ այդ տղայի նկատմամբ բռնություններ, հոգեբանական ճնշումներ եթե կան, անմիջապես դադարեցնել, որովհետեւ եթե խնդիրները կապված են խցակիցների հետ ու խցակիցները պատվերով այդ տղուն նեղում են, ապա այդ պալաժենեցը կամ պալաժենեցները կարող է խնդիր ունենալ իմ հետ։ Ես իհարկե տալիս եմ 24 ժամ ժամանակ ձեր հաղորդման, այսինքն այս հաղորդման հրապարակման պահից, այս պահից 20, որպեսզի 24 ժամվա մեջ իմ ականջին հասնի, որ Նարեկ Սամսոնյանը հացադուլը դադարեցել է եւ ոչ մի կոնֆլիկտ չունի կամ խնդիր չունի խցակիցների հետ։ Սա եմ ուզում տեղ հասնի, որովհետեւ չեմ ուզում, որ եւս մի երիտասարդ համալրի երկրային գրասենյակի շարքերը Քրիստիկի օֆիսը, որովհետև անկախ նրանից որ ինքը Սերժի Ճամբարից է կամ Սերժա Գովերկու եւ այլն, ասոսա կերեք երեխա ունի, ընտանիք ունի, այն բանկավային շիքնել ես, Քոչարյանի գովտերանը, մեռավ գնաց խշտղեն, ինչ, այսօրով է հիշում դրան, օգնում է Քոչարյան այսօրի ընտանիքին, այդ մահացածի, իհարկե ոչ, Քոչարյանի մատին, 10 մատին 11 խտես, կամ Սերժի, նակտերը դիարեկողը չեն։ Այսօր ես չեմ ուզում, որ ասած ասած մարդիկ բանտերում խոշտանգվեն։ Իսկ այսօր մենք հայաստանյան բանտերում խոշտանգվում են ասած ասած քաղաքական բանտերով լիքը մարդիկ։ Այդ հանցագործություն կատարածելներ, օրինակ տեսեք Մարֆա Վասիլևնայի տեսեն, Դավիթ Համբարձումյան, Տեգինահոն, ոչ մի կարամ ասեմ, չեմ կարող ասեմ, ճիշտ է Սերժը կուտը տվեց, բերեց, ասեց քեզ կթողա, նստի սամալոտ արի։ Նստա սամալոտ եկա, բանի նման, կուտերանի նման, կուտերանի չի, կուտը տվին, բերին 40 պատրով բան գործեց, ինքնասպանություն։ Հիմա մեր Դավիթ Համբարձումյանին հետ։ Տեգինահոն, կուտը տվին, բերին, խրգին դեստանով բան, կենաց, պրտո։ Այսինքն ես ուզում եմ, որ մարդիկ քիչ են գնեն ռոբա սերժականների հոսանքի տակ, Վարդան Ղուկասյանը եւ այլն, ու հասկանան, որ իրաց օգտագործում են եւ մի գեղեցիկուն վարի են տալու։ Ուզում առողջություն մաղթեն բոլոր քաղբանտարկերին, որ գիրո քաղբանտարկեր են, Աչապարյան եւ ասեմ, որ լավ ալինելու։ Ձեր բոլորին ազատությունը բերելու է միայն Վարդան Ղուկասյանը։ Ես ուրիշ ոչ մեկ։ Ժամանակն լավ աղթում Աղուշան ջան, այսքանը։ Լավ եղեք, հարգանքներով եւ սիրով, ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։